Նստելն ու մեզ հետ խոսքի բռնվելը Նինա տատը հեռախոսով զգուշացնում է հարազատներին, որ չխանգարեն։ Մորուս Հասրաթյանն է ինձ Նիվա անվանակոչել, հայտնում է նա ու դրանով կանխում իր անվան վերաբերյալ հարցը։ 80-ը բոլորելուց հետո էլ նա չի կորցրել աշխուժությունը։ Տները պլպլացնելուց, թթվից ու պահածոներից գլուխ քաշելուց հետո ամեն օր գնում է մեծ տեքոր կնոջը խնամելու։ Խմելու ջուրը պարտադիր հայտնի աղբյուրից է բերում։ Իր բակում կարկաչող հեղուկից բերանն էլ չի տարել։ Մեր փաստարկին էլ թե արտաքինից լավ էլ մաքուր է, պատասխանում է։ Հետ է, հիմա այս հատը այս վինտիլը բացեմ, չեմ մի հատ տեսնի թրքաճուր է գալիս։ Չես կարը մեծ ճաշ, ոչ ճաշ է պես, ոչ չայ տնես, ոչ խմես, ոչ կոֆե տնես։ Կծու ջուրը հանքային ջուր է։ Գյուղից մոտ 1 կիլոմետր հեռու է, բայց բնակիչները դրան են սովոր։ Խմելու սննդի մեջ օգտագործելու համար մեծ ընտանիք ունեցողները օրը մի քանի անգամ են աղբյուր հասնում։ Ախլաթյանից դուրս գալիս էլ հետները տանում են կամ ստիպված խանութներից հանքային ջուր գնում։ Եթե երկրից դուրս գամ, պետք է էլի այդ նույն կծու ջուր խմեմ։ Այդ վաճառված ջրերը, միներալկաները։ Բոլոր հարազատներս Ռուսաստանում են գտնվում։ Քուրերիցս, ուրիղբարներիցս, տալերիցս, տեքրներիցս բռնած։ Իրանք էլ են այդ խմում։ Մի անգամ այս ջրից փորձողն էլ չի մոռանում, պնդում է Նիվա տատը։ Բացատրում անասուններին, որ բաց ես թողնում, գետ իջնելու փոխարեն բարձրանում են կծու ջուր։ Աղբյուրի շրջակայքը գյուղի ամենալավ հանգստավայրն է, հյուրերին պարտադիր այնտեղ են ուղեկցում։ Միայն թե մարդիկ տարածքը մաքուր չեն պահում, դժգոհում է տատը։ Մի հատ ուրիշ տեղ էր, այն որ Սիսյանից կամես առաջի կրուգը տալի, այդ կրուգի տակն էր։ Սետ փոքր հողի տակից դուրս էր կա։ Հետո այդ արդեն քիչ տեղափոխան, եկանը տեղ իմ տեքրը բուրավոյի վրա էր աշխատում, բազար չայ պաներ գնում։ Բուրավոյը պերան այդտեղ քանդան, տեսան հողի տակից սենց բուսակեմ ջուրը։ Ու տեղել սարքան։ Բա ոնց են սամալյոտով կեմ տանը, հեն անդեղ ֆուտբոլի դաշտ կա, չէ, սամալյոտը կյամա կանգնան ֆուտբոլի դաշտը մեծ շոկներով, ящикներով լցնում են տանը։ Նիվա տատի խոսքերը հաստատում է ջուր տանելու եկած վարչական ղեկավարը։ Այո, կծու ջրի հետևից օդային տրանսպորտով էլ են գալիս։ Միայն թե ուղղաթիռով, ոչ թե օդանավով։ Նրա խոսքով այս հեղուկը փորձաքննություն է անցել։ Խմելու համար պիտանի է, վնասակար նյութեր չի պարունակում։ Ախլաթյանցիները մեկը մյուսին հասնող ուրախությունն ու տխրությունը միմյանց հետ անցկացնող մարդիկ են, ասում է վարչական ղեկավարը։ Որ համախմբված ժողովուրդ ենք, ամեն հարցում իրար օգնում, պատիժ անում, տենց ասած։ Ասենք հարցեր կա, ուրախության պահը, հիմնականում տխրության պահը, համախմբված ամեն ինչ կազմակերպված ձևով անում, ինչ են միայնակ ընտանիքա, թե անապահով ընտանիքա, թե հարուստ ընտանիքա, միահամուռ համախմբված անում։ Գլխավոր խնդիրն որ աշխատատեղ չունենք հիմնականում, անասնապահությունն է, այսօր անասնապահության մեջ էլ բան չկա, օգուտ չկա։ Մարդիկ երիտասարդություն ձգտում է քաղաք, շինարարությունը դույսին, որտեղ խանութներում աշխատի իրենց գոյությունը պահեն էդի։ Ախլաթյանում մոտ 500 մարդ է ապրում։ Գյուղն այս պահին մի խնդիր էլ ունի։ Երիտասարդները չեն ամուսնանում։ 30-ից ավելի ջահելներ անպսակ են։ Հարցը քննարկում են Մարատի խանութ եկող բոլոր հաճախորդները։ Այս խնդիրը հենց խանութպանին էլ է անհանգստացնում։ Տղեկին եղկանա։ Տղեկին ասում են, լավ աղջիկ չկա, աղջիկին ասում լավ տղա չկա։ Դե դրած բացատրություն դուք տվեք։ Մեր գյուղի տղեկից մի 30-ից կարող ալնեմ, որ ամուսնացած է, մեկն էլ իմ տղաս է։ Հիմա աղջիկներն ուզում են առանձին ապրել։ Դեմ չէ Նիվա տատը, բայց պիտի մեկն էլ լինի, որ օր ծերության մեծին խնամի։ Մեր տղաները լավն են, ասում է։ Միայն թե Ախլաթյան եկող հարսը պիտի աշխատասեր ու մաքրասեր լինի։ Այստեղ կնոջն օգնելու մասին պատկերացումները մի քիչ այլ են։ Չեն օգնում, բա ինչ են անում։ Հեսա իմ հարևանը երկուսն էլ մանկավարժ են, չէ, իր ամուսինը ամեն ինչին օգնում է։ Կինը չի հասցնում, որ մտի հողամաս, ալաղի, ուրաքի, պենանի, չէ, ինքն անում։ Ֆիզկուլտուրայի մասնագետ է, դասատու է։ Իսկ որ ափսե լվանալ։ Չէ, դե հեչ չէ։ Տղամարդու ափսե լվանալուն Ախլաթյանցի տղաները դրական են վերաբերվում, խնդիր չեն տեսնում։ Այ կանայք Նիվա տատի պես զարմանում, նույնիսկ ծիծաղելի են համարում։ Տղամարդը ինչ պետք է ափսե լվանա, դե տղամարդն էլ իր գործն ունի էլի։ Ինչ է։ Այստեղ աշխատում են եկել են։ Չէ, սխալ է։
Ախլաթյանն ավանդույթներով ապրող գյուղ է։ Այն, որ վաղնջական ժամանակներից այստեղ հայեր են բնակվել, հուշում են ուշ միջնադարյան կառույցների ավերակներն ու գերեզմանատեղիները։ Տեղացիները հայտնի են նաև իրենց քաջությամբ։ Բնակավայրի կենտրոնում տեղադրված հուշաքարը նվիրված է մեծ հայրենականում եւ արցախյան բոլոր պատերազմներում զոհված ախլաթյանցիներին։ Այստեղ նրանցից յուրաքանչյուրի հերոսական պատմությունը անգիր գիտեն։ Տիգրանուհի Բադալյան, Մհեր Մանուչարյան, Սյունիք լուրեր։